2 տրիլիոն 225 միլիարդ դրամի հարկային եկամուտներ և տուրքեր։ Այսքան է փոխանցվել պետբյուջե 2025 թվականին։ Սա զգալիորեն ավելի մեծ հարկային եկամուտ է, քան նախատեսված էր։ Պետնախագահի խոսքով հարկային և մաքսային եկամուտները գերակատարվել են։ Այս տարի կենսաթոշակառուները ևս պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։ Թոշակառուներն են հայտարարագրում և մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ, դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում և դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաև նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների և կենսաթոշակների մասին։ Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք մարտի 2-ից սկսած կարող են ստանալ տարվա սոցիալական կրեդիտները։ Պետնախագահը հստակեցնում է ժամկետները։ Մինչև նոյեմբերի 1-ը քաղաքացիները կարող են էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել իրենց հայտարարագրերը և ներկայացնել սոցիալական կրեդիտների վերադարձի դիմումը։ Անդրադառնալով վարկերի և ապառիկների վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը հայտարարագրում, Հակոբյանը նշեց, որ դրանց լրացնելը պարտադիր չէ։ Բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ տվյալ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում։ Այսինքն ոչ թե մենք պարզապես ինքներս բանկերից վերցնում ենք, այլ միայն համաձայնության դեպքում բանկը արդեն հստակ հաշվարկած իր եկամուտները, օրինակ իր ավանդներից, ավտոմատ կերպով փոխանցելու է պետական եկամուտների կոմիտե և այդ հարթակում ավտոմատ կերպով լրացվելու է։ ՊԿ բացահայտել է նաև չգրանցված աշխատողներին։ 2025 թվականին հայտնաբերվել է 2756 չգրանցված աշխատող, ինչը շուրջ 700-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Բացահայտվել են նաև ստվերային շրջանառության և թաքցված հարկեր։ Մենք անշեղորեն մեծացնում ենք թվային հետախուզության դերը։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ օրինակ երբ որ հարկ վճարողներից տվյալներ ենք վերցնում, եթե նախկինում ավելի շատ էինք իրենց անհանգստացնում իրենց գործունեությունը միջամտելով, հիմա պարզապես այդ գործիքների միջոցով մենք իրենց կամ այցերի կամ հեռավար տարբերակով կարողանում ենք այդ ստվերային տվյալները ստանալ և սերվերները բացահայտել, և այս ուղղությամբ պետք է ջանքերը շատացնենք, խոսքը մեր օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակի մեջ 40%-ի մասին է։ Իսկ հայտարարագրի համար կառավարության որոշմամբ սահմանված չհարկվող եկամտի 300,000 դրամի շեմը կփոխվի թե ոչ, պարզ կդառնա նոր օրինագծով։ Ալա Դավթյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։